այս ժամանակների համար պետք է կերպարանափոխվենք, հասկանանք այս ժամանակները։ Կա օծություն այսօրվա ժամանակների համար։ Անգամ ամենամեծ պատերազմների ժամանակ կա օծություն, սիրելիներս, հասկանալու ինչ անել այդ րոպեին։ Միայն դա պետք է կերպարանափոխվենք եւ հասկանանք Աստծուց ինչ անենք։ Ես ձեզ կասեմ, սիրելի երիտասարդներ, բոլորին, այս ժամանակի համար կա օծություն, միայն տես ժամանակը քեզ ուր տանում։ Մեկ րոպե թող Հիսուսին կպիր։ Տես Տիրոջ կամքը ինչումն է քո կյանքում։ Եվ գիտեք, այսօր Հիսուսին հանդիպման համար պետք է գին վճարել։ Իսկ գինը վճարվում է միայն ներսին սենյակում։ Գիտես, կա ժամանակներ, որ անցկացնում ես ներսին սենյակում, շատ ժամանակ ես անցկացնում եւ Տիրոջ փառքը գալիս է։ Հետո այդ փառքը ասում ես սարայել, մարդիկ ուզում են օգտվել, վերցնել, ամեն ինչ, բայց երբեք մի մոռացեք ներսին սենյակը։ Ինչքան գին վճարենք, այնքան շատանալու է օծությունը։ Ես երբ որ նայում եմ Հիսուսին, զարմացած եմ, որ տասնյակ հազարավոր մարդիկ մոտեցան նրան, իսկ նա թողեց գնաց սարը աղոթք անելու։ Նա գիտեր որտեղ աղբյուրը։ Մենք այսօր Քրիստոսի նման պետք է լինենք։